Ազատությունը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերին դարձավ Փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստ ՓԲ-ի տնօրեն։ Հայփոստն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է $110,000։ Ըստ այդմ իշխանական падգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 միլիոն դրամ կամ մոտ 10,000 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ Հայփոստի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Հայփոստի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից մրցույթային կարգով։ Ազատությունը դիմել է Հայփոստին եւ ընկերության կառավարումն իրականացնող ԲՏԱ նախարարությանը։ Մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաեւ խնդրել է տեղեկացնել, թե Հայփոստի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ եւ ովքեր են մասնակցել։ Ոչ ընկերությունից, ոչ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքեր են Հայփոստի դիտորդ խորհրդի անդամները։ Պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները եւս չեն տրամադրվել Ազատությանը։ Ըստ Հայփոստի դրանք անձնական տվյալներ են։ Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաեւ մանրամասնել, ինչպես է գոյացել Հայփոստի տնօրենի աշխատավարձը, որն ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն կառավարությունն իդեմս ԲՏԱ նախարարության։ Ինչ բանաձևով է ձևավորվում Հայփոստի տնօրենի աշխատավարձը։ Նախարարությունից հայտնել են, Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ։ Չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։ 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի գծով աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28%-ով, 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։ Փաստը գրում է. օրերս կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել է. ես վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, շատ վաղուց, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա։ Առաջին, երբ ռուսական կողմի դժգոհությունների եւ սահմանափակումների հետ կապված հարց էինք բարձրացնում, որ եթե նրանք ճիշտ են ասում, կրկնում ենք եթե, ապա Հայաստանի բնակչությունն էլ ապահովագրված չէ վտանգավոր սննդամթերք օգտագործելու առումով։ Ի վերջո նույն սննդամթերքը միայն ՌԴ չի գնում, նաեւ այստեղ ենք սպառում։ Եվ այլ պատկան մարմիններ պնդում էին, որ ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ ստուգված է արխային կերեք։ Հիմա երկրի վարչապետի մակարդակով ասվում է, որ խնդիր կա։ Այն էլ այնպիսի խնդիր, որ ինքը վաղուց չի օգտագործում այդպիսի ձուկ։ Նախկինում էլ նա ակնարկել էր, որ խնդիր կա գյուղմթերքի հետ։ Իդեպ թերթը հիշեցնում է, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասում էր. առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան եւ այդպես է ամենուր, նաեւ Ռուսաստանում։ Բայց ընդհանուր առմամբ մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ եւ շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը։ Երկրորդ, որ պակաս կարևոր չէ ու բխում է առաջինից, եթե իսկապես խնդիր կա, ընդ որում այդ մասին երկրի վարչապետը գիտի վաղուց, ինչու այդ մասին չի բարձրաձայնել, ինչու չի հանձնարարել ստուգել իրավիճակը։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը եւ ոչ միայն ձուկը։ Ստացվում է կարևորն ինքն է, ինքը տեղյակ եւ վաղուց չի օգտագործում։ Իսկ մնացածը հեչ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի։ Հրապարակը գրում է. Ադրբեջանի պետական ASTV հեռուստաընկերությունը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեմային, տարածելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող տեսանյութ։ Ռեպորտաժում ներկայացվում է Պրահայում անցկացված միջոցառում, որի թեման ըստ ադրբեջանական կողմի եղել է արևմտյան Ադրբեջանի եւ Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրությունը։ Տեսանյութում կրկին շրջանառվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ առաջ մղվող կեղծ պատմական թեզերը, որոնք ուղղված են Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների հիմնավորմանը։ Այն, որ նման բովանդակությամբ ռեպորտաժ է պատրաստում հենց Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, եւս մեկ անգամ վկայում է, որ արևմտյան Ադրբեջան կոչվող օրակարգը ոչ թե առանձին շրջանակների նախաձեռնություն է, այլ Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն։ Փաստը գրում է. ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակությունը չափվում է ոչ միայն ճանապարհների, էներգետիկ կամ արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացվածությամբ, այլև այն հանգամանքով, թե որքան զարգացած, անվտանգ, արագ եւ հասանելի են նրանց թվային կապի ցանցերը։ Այդ իմաստով Հայաստանի կապի օպերատորները Թիմ Տելեկոմ Արմենիան, Վիվան, Յուքոմը եւ Օվիոն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի ազդեցությունը զգացվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Հայաստանի նման աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրի համար հեռահաղորդակցության
անվտանգության համակարգի ռազմավարական նշանակությունը կրկնակի մեծ է։ Պետության անվտանգությունը ներկայում չի սահմանափակվում միայն ռազմական կարողություններով կամ սահմանների պաշտպանությամբ։ Ժամանակակից անվտանգության համակարգը ներառում է նաև տեղեկատվական, կիբերանվտանգության, հաղորդակցության և թվային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Հենց այս ենթատեքստում կապի օպերատորները դառնում են ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակներից մեկը, քանի որ նրանք ապահովում են հանրապետության ամբողջ տարածքում տեղեկատվության արագ, անվտանգ և անխափան փոխանցումը։ Այս պայմաններում կապի օպերատորների պատասխանատվությունը զգալիորեն ընդլայնվում է։ Նրանք ոչ միայն տվյալներ են փոխանցում, այլև ներդնում են բազմաշերտ պաշտպանական համակարգեր, մշտադիտարկման տեխնոլոգիաներ, ցանցային անվտանգության լուծումներ և ժամանակակից կիբերպաշտպանական գործիքներ, որոնք նպաստում են տվյալների գաղտնիության պահպանմանը, արտաքին միջամտությունների կանխմանը և ծառայությունների շարունակականությանը։ Ժողովուրդը գրում է. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան 2 տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են։ Սակայն Արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին, նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի։ Սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։ Միևնույն ժամանակ ընդունում են, որ ֆինանսավորում եղել է։ Թերթը հետաքրքիր է համարում, որ նույն պատասխանում նախարարությունը հաստատում է. հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվել է պետական միջոցներով։ Մասնավորապես նշվում է, որ 2022 թվականին ֆինանսավորումը կատարվել է կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 767N որոշմամբ։ Իսկ 2023 թվականին եւ 2024 թվականի առաջին կիսամյակի մի շարք ամիսներին պետական բյուջեի 10-57 ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։ Նախարարությունը պարզաբանում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի միջոցով, որը գործել է որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարություն։ Ժողովրդի տեղեկություններով միջազգային ռադիոցանց ՓԲ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։ Իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Թադևոսյանի թեկնածությունը։ Դավիթ Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող միջազգային ռադիոցանց ՓԲ-ն, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի դարձավ 25 թվականի մարտին, երբ այն ժամանակվա ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատոսի ռադիոցանց։ Հենց այս այցից հետո էլ ըստ ոլորտի թերթի զրուցակիցների Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։ Միջազգային ռադիոցանց ՓԲ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական նշանակության հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։ Հատկանշական է, որ 2024 թվականի վերջին ընկերության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները վերապահվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս փաստը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից։ Եթե Դավիթ Թադևոսյանը նշանակվի նախարար, ապա կստացվի, որ նախարարության ենթակայությամբ գործող ռազմավարական ընկերության ղեկավարը տեղափոխվում է նույն նախարարության քաղաքական ղեկավարի պաշտոնին։